հիմա կլսենք մենք Uspenskaya ջան։ Կինոմալի են խոսքի հետ ոչինչ։ Հոկեբան կբերեք ձեզ հետ։ Լավ, էլի կներեք։ Ես բուլինգ անում։ Ես ֆեմինիստ չեմ, ես քրիստոնյա։ Մարիամ, վերադարձիր։ Մարիամ, ես քեզ սիրում եմ ու դուրն եք կողմը։ Չէ։ Լավ։ Ողջույն սիրելիներս, դուք դիտում եք առաջին Make-up Talks-ը իմ YouTube-յան ալիքում։ Ես հյուր եմ կանչել ամենագեղեցիկ մասնակցին Սիրասուն reality show-ի Իլոնա։ Ծափարություններ։ Ոնց է սիրելիս։ Լավ, դու ոնց ես։ Գիտես ինչ ենք անելու ես։ Իհարկե ոչ։ Ուրեմն պատմեմ, ինձ թվում է ամեն ինչ ասում է անունը։ Մենք այսօր շպարվելու ենք եւ զրուցենք ամենահետաքրքիր թեմաներից։ Իմն է գնատես։ Սիրում ես շպարվել։ Չէ։ Ու իր չամոդանի չէ։ Ես ձեզ ասեմ, որ այս գեղեցիկ տոպրակով beauty box-ը ձերն է, ես հիմա ցույց կտամ պարունակությունը նաև։ Գրեք կոմենտներ, գրեք ինչքան եք սիրում Իլոնային, գրեք ինչքան գեղեցիկ է։ Ինչքան չեք սիրում նաև Իլոնային։ Ու կլինի ձերը այս գեղեցիկ beauty box-ը։ Beauty box-ը ոչ թե ես։ Իլոնա, հարց որ հետաքրքրում է ինձ թվում է բոլորին։ Զբաղված է արդյոք Իլոնայի սրտիկը։ Չէ, այս պահին իրոք զբաղված չի ու կարծում եմ մոտակա մի 10 տարին անկեղծ զբաղված չի լինելու, երբեք մի ասա երբեք ու վաղը ես։ I said yes։ Իսկ կասես ինչ կարևոր հատկություններ պետք է ունենա քո կողակիցը։ Ոնց ես ընտրել իրան։ Արի ես քեզ տամ իմ ամենասիրելի խոնավետնողը, որովհետև ես պաշտում եմ իրան։ Օգտագործի։ Քիչ վերցնեմ, ինքը ինչքան ուզում ես։ Ընթացքում կհասկանաս դու։ Մի վերջ։ Ասում են էլի ձրին լավ է։ Եղեք սեբամեդին է, թե 4 մաշկ ունեք, իդեալական է ինքը ուղղակի։ Իսկ հիմա ասա տեսնեմ ինչ փոփոք շատ լավն է լսի։ Ոնց է լինի դեմքս։ Գլխավոր հատկությունները, որ պետք է ունենա քո ապագա կողակիցը։ Ես իրականում որպես կողակից եթե ընտրում եմ, ես ոչ մի բան չեմ նայում, չի, մարդը գումար ունի, մարդը գումար չունի, իմ համար կարևորը որ մարդը ձգտող լինի ու կարևորը որ ինչ նպատակ ունի, այսինքն սենց ասեմ, պետքա աղջկանից ավել լինի, տղու ցանկությունը, տղու ձգտումը, նամանավանդ իմ դեպքում, դրա համար ես ինչ եմ կողակից չունեմ։ Ես հիմա մի քիչ պարզաբան եմ իր ասածը, ինքը շատ ձգտող աղջիկ է իրականում։ Ես Իլոնային ես ճանաչում եմ ավելի վաղուց, քան սա ինչ էր։ Միշտ դուք բոլորը ճանաչում եք Իլոնային Սիրասունից, ես Իլոնային ճանաչում եմ մոտ Օրինակ եմ, էլ չես ընդհատի, չէ՞։ Ես Իլոնային ճանաչում եմ վայ, մոտ 2 տարի, ինչ ես բա։ Ոստված, ինչ է պատահել։ Ոչ մի բան։ Լավ, всё։ Ուրախ անցնում ուղակի։ Իլոնային ես գիտեմ դեռ TikTok-ից մենք ծանոթացել ենք 2 տարի առաջ։ Ինքը մինչև կծիծաղա ես պատմեմ։ Կանսիլերս իդեպ ասեմ, Աննա ջան, չշերտենք լավ ֆորմատից, էսենսն է, ուղղակի վերջանալու վրա, բայց ասեմ, որ իր խտությունը շատ է ու ծածկողականությունները, հեսա որ կսեմ կտեսնեք։ Շատ լավ։ Ինչ տվեց քեզ Սիրասունը որպես պրոյեկտ ու եթե երկրորդ եթերշրջան լիներ, կգներ։ Ինչ տվեց Սիրասունը, հենց իմ կանցլերը մտածում, հա։ Իմ կանցլերս Թարլուքից է, Eva Cosmetics-ից պաշտում ես կանցլերը միշտ իմ հետ է, դաժե եթե տոնային չեմ գցում, սա գցում։ Շարունակի սիրելիս կնես։ Ինչ տվեց։ Հենց այն տվեց, ինչի հենց երկրորդական, հա, նպատակով էլ գնացել է, ինչքան էր որ գումարը, օրինակ ու ասեմ, չեք կարող ասել ես եմ հաղթել, թե ոչ։ Աննա ջան, իմացիր։ Ինձ էլ չի պատասխանել, ես չգիտեմ, մեր Իլոնան հարուստ է, թե չէ։ Ես մեզ լավ։ Բայց ասեմ, այսօր լավ բաներ է բերել ինձ։ Հավանաբար, ասեցի 4։ հավանաբար արդեն հարուստ է, եղեք, չգիտեմ։ Այն նպատակով ինչը որ գնացել էի, այսինքն հենց աուդիտորիայի, հենց այն նպատակով, որ ասենց մարդկանց ֆավորիտը կդառնամ, իհարկե բացի ֆավորիտից նաև մարդկանց այն ամենավատ ոնց որ կերպարն եմ դարել, չգիտեմ, համ դա բնականաբար բացասական,
Դե հա, համ բացասական կարծիքներ կան, համ էլ դրական, բայց ես դրանց առհասարակ չեմ նայում, որտեղ իմ կյանքը լի է դրական էմոցիաներով, ես բացասական ուղղակի նետում եմ աղբը, ինչպես որ Աննան է ամեն ինչ տալիս, որ ես նետեմ աղբը։ Իդեալական կապսրեցի իրար կարծում Իսկ ինչը վերաբերվում է երկրորդ եթերաշրջանին, կարծում եմ, որ եթե անգամ ցանկանայել, առաջին եթերաշրջանի մասնակցած մասնակիցը չի կարող մասնակցել։ Հիմա դու իմ հարցից մի փախի, ես քեզ հարցնում եմ կգներ թե չէ, եթե կարողանայիր մասնակցել։ Կարծում եմ չէ։ Շատ լավ։ Իսկ հիմա պատասխանից բխող հարցին ինչի։ Հասկացա։ Չէ, իրականում ինչի՞ չէ, ես բաց եմ հարցային պատասխանում, ինչի՞ չէի գնա, որովհետև առաջինին գնալուց հետո կարծում եմ նախ հիմա որպես ժամանակի առումով ես չեմ հասցնի, օրինակ, չգիտեմ, ինչ որ X օրինակ 8 օր ենք այնտեղ մնացել, ժամանակի առումով ավելի շատ չի ստացվի ու ես ասենց մարդ եմ, ես մի բան է որ անում եմ, մյուսից եթե նորից կրկնվի, ես դրանից հոգնում եմ։ Ոնց թվում է երկրորդին չի գնում։ Կապ չունի, սիրտս ազատ կլիներ, զբաղված կլիներ, դե զբաղվածի դեպքում չի գնա հաստատ բնական է, կամ էլ իր հետ կգնայի հենց։ Բայց չես փոշմանում, որ գնացել ես։ Իրականում չեմ փոշմանում, որովհետև ես հենց անձնակազմի հետ ծանոթացա, որ ինձ շատ ոնց որ ոնց ասեմ, շատ լավ մարդիկ էին, շատ դրական, շատ կազմակերպված ու երբ որ դու այդ ոլորտը ընտրում ես, դու այդ ուղին ընտրում ես, ու քո կյանքում հայտնվում են այնպիսի մարդիկ, ովքեր որ համարյա քո ոլորտից են, որտեղ դե ռեժիսորները, դերասանական կազմը այդ շատ կարևոր է իրականում, չէ, ես չեմ փոշմանել ոչ մի գլան։ Ու նամանավանդ իմ Instagram-ի հետևորդները, որ ավելացել են։ Այսինքն դու գնացել ես Այսինքն դու այնտեղ գնացել ես ամենաշատը ակտիվացնելու համար քո սոցիալական էջերը ու ավելի շատ ճանաչում ձեռք բերելու համար։ Հա, բուն նպատակը եղել է այդ։ Բուն նպատակը, այո, չեմ կարող հերքել, որ գումարի համար էլ չեմ գնացել, բայց երբ որ արդեն ընկերանում ես այդ մարդկանց հետ, ոնց որ որպես մրցակից դու քեզ չես համարում։ Ես օրինակ տենց եմ, բայց բուն նպատակը 50-50 է եղել, այսինքն եթե գումարը չլինի, գոնե իմ ցանկությունը կլինի սոցիալ մեդիայում։ Հասկացա։ Իսկ օրինակ գնալուց առհասարակ մտածել ես կարող է ամեն դեպքում սերս գտնեմ այդտեղ։ Գնալուց, չէ, որովհետև դրա համար շատ երկար պետքա մարդ ճանաչի դիմացինին, ինչքան էլ որ չգիտեմ, անգամ 2 օր ոնց որ անցի մտածես, ոյս մորթը ինպես է մտածում, չէ, նման բան չկա։ Ու ես հենց այդ մտածելակերպով էլ գնացել եմ, որ չեմ գտնի հաստատ։ Հիմա բոլորից սպասված հարցն եմ տալիս։ Ընթացքում եղել է պահ, որ մտածես, որ սիրահարվեցի, որ օրինակ այս տղան շատ համապատասխան է ինձ, իր հետ կարա ինչ-որ բան դառնա։ Ընթացքում չէ, բայց եթերաշրջանից հետո, երբ որ արդեն մարդուն ճանաչում ես, մտածում ես, որ հնարավոր է։ Այսինքն դուք իրար հետ ապրելով ավելի շատ ընկերացել էիք, քան թե ռոմանտիկ ինչ-որ կապեր էիք ստեղծել։ Ես կոնկրետ այո։ Իսկ մնացածը։ Իսկ մնացածը կպատասխանեն մնացածը։ Չէ, բայց դու ոնց ես զգացել։ Մնացածը կպատասխանեն մնացածը։ Զգալ չեմ կարող ասել, բայց իմ աչքով այնտեղ այո կարամ լինեն օրինակ համապատասխան զույգեր։ Չեմ կարող ասեմ, չեմ կարող ասել, որովհետև ես քարեկորսական ընկերական եմ, ամեն դեպքում ես ոչ մեկի անձնական եմ, ոնց որ անձնական դաշտը չեմ թողնում, որ ես անցնեմ դա։ Ես ինքս չեմ թողնում։ Իդեպ ասեմ, որ անձնական հարցերով հիմա էլի։ Ոչինչ։ Ասես, ես պատասխանում։ Իդեպ ասեմ, որ դիմափոշին օգտագործում ֆլորմարը արդեն շուրջ 1.5 տարի է the best։ Համ այս կլորն եմ օգտագործում, համ մի հատ քառակուսին կա։ Ուրեմն ֆլորմարից ես ունեմ նույն ձև 1.5 տարի օգտագործվող բան, որը եւս առել է։ Այ այս մեկը մի հատ կտաս, այս մեկն էլ է, չէ՞, ֆլորմար։ Հա, ուղղակի շատ երկար օգտագործվեց։ Հա, բայց այս տարբերակը իմ դեմքին շատ է ինքը չորություն տալիս, որը որ չեմ սիրում։ Հա, ինձ էլ ես դրա համար այս պահին հասկացա, որ շատ է չորացնում ու չեմ օգտագործում։ Ֆլորմարից ունեմ այդտեղ այտաներ, որ օգտագործում իրեն, չգիտեմ, ինչքան ու քչան ու դաժե շատ լավն է։ Իդեպ շատ ֆլորմարի ռեկլամ ենք։ Eva Cosmetics the best։ Մի խոսքով դու սիրել ես քո փորձառությունը այնտեղ։ Այո։ Հենց այդպես է պատասխանում։ Ում ես սիրել ամենաշատը պրոյեկտից։ Ամենաշատը սիրել եմ անձնակազմի Անահիտին, Անահիտի համար գժվում եմ։ Մի րոպե, որ ասում ես Անահիտին։
Նկատի ունես նկարահանող անձնակազմ։ Նկարահանող, այո, անձնակազմի Անահիտին, բոլորն են լավը, ասենց, բայց իրան ասենց շատ եմ սիրում, ուրիշ ձևով եմ լրիվ սիրում։ Իսկ ինչը վերաբերում է մասնակիցներին, ոնց որ ես, Տոման ու մյուս Անահիտը Օթարյան, Տոման տոպա պրոստը։ Տոման, հենց այդ եմ ուզում ասեմ, որ ինչքան էլ բոլորը լավ են, բոլորը յուրահատուկ լավն են, բայց Տոմայից ես առանձնահատուկ եմ սիրում, որովհետև այդ ընթացքում այն խորհուրդները, որ ինքն է տվել, ես անգամ այդ մի քանի օրվա ընթացքում ես դա ինչ անալիզ եմ արել, ու անգամ ժամադրությունների ժամանակ եմ ես դրանք օգտագործել, այնպես որ Տոմա the best։ Ես ինչ երկրորդ կանսիլեր ասում։ Հա, ժողովուրդ, ես քանի որ հենց պրոֆեսիոնալ մեյքափ անող չեմ, բայց ինչ որ իմ փորձից լայվ խակ եմ արել։ Այս մեկն էլ Ministry կանսիլերն է, 01 համարն է։ Ու երբ որ դիմափոշին շատ թեթև դնում եմ, ես էլ որպես իրան sense տոն տվող եմ դնում, ավելի վրայից ես դնում։ Հա, անկեղծ էսա դնում։ Չորի վրայից չեմ ստաց։ Հա։ Վաու։ Ինքը первый такой вижу։ Ու շատ սիրուն է, իդեպ դա ինգուլից եմ սովորել։ Մի հատ դեյթ կա քո դեյթերի մեջ, որ ինձ ամենաշատն է sense ապշեցրել։ Ալեքսի հետ դեյթը։ Ինչ էմոցիաներ ես ունեցել դեյթից հետո։ Էմոցիաներս այսպեսին են, նախ ես Ալեքսից ահավոր նեղացել էի, հենց այդ սիրային ինչ-որ տենց դրվագներ էին կանում, որ սենց սիրուն սկիզբը սկսվի ու հենց այդ դրվագների ժամանակ ես շատ վատ դեմքով էի լինում, անձնակազմի իրանը, հա, լավ սթորիներ ապրես։ Անձնակատե որ ես չեմ կարողանում խոսել ճիշտ։ Երբ եկենքոն բուլինգ են անում, այս երեխուսախ ինքը կյանք հա, չգիտեմ։ Դուք իրան ուղակի որ ճանաչեք, կսկսեք սիրահարվել։ Բայց քանի որ դուք շատ հաց ու բանի պետք է ուտեք, որ ինձ ճանաչեք, շարունակենք։ Վաու, բուլինգ եմ նկատում։ Բուլինգ եմ նկատում կոմենտ գրողներին։ Տեղացել էիր Ալեքսից, ինչու՞։ Ու հեսա ասեմ, ու անձնակազմը իրոք խնդրում է մի քիչ ժպտա, մի քիչ այսպես որ ինչու, այսինքն ինչու։ Բայց ես չէի նկատել որ դու այդ նկարում եք դեյթից հետո, դեյթից հետո ենք։ Հասկացա, որովհետև դեյթի ընթացքում այս սկիզբը ես չէի նկատել որ նեղացած ես։ Իհարկե Ալեքսին տոքսիկ պահեց շատ քո հանդեպ, բայց ես Ալեքսին շատ եմ սիրում։ Այդ էի ուզում ասել, Ալեքսը որպես բացասական կերպար է մարդկանց մոտ այս պահին, բայց ես որպես մասնակիցներից իրեն առանձնացնում եմ իր անկեղծ լինելու, որ ինքը շատ անկեղծ ձևով է եղել։ Հա, ինչ որ տոքսիկ բաներ ունի, բան չունեմ ասելու, բայց ինքը ամեն ինչ անկեղծ արել, չնայած որ այն մարդիկ ում ի սկզբանե հավանում էի, ամենասկիզբը սկսելուց, հետո հասկացա, որ շատ կեղծ է որ բաներ են անում, ինչ ինձ ընդհանրապես դուր չի գալիս։ Հատ կոնսիլյար, նորից ֆլորմար։ Այո, ես ուզում ասել, որ անդադ ասում են ինքը տոքսիկ է, ինքը red flag է, բայց իմ կարծիքով ինքը շատ անկեղծ ձևերով է։ Կներես մի հատ բան էլ ասեմ, երբ որ արդեն սկսել եմ եթերաշրջանները YouTube-ով նայել հենց Ալեքսի դեյթերը, այդ ժամանակվանից ես հասկացել եմ, որ ինքը անկեղծ է, որովհետև այն ամեն ինչը որ նաև իր մեկնաբանությունները հենց դեյթերից հետո, այդ ամեն ինչ արդեն իր անկեղծությունը ցույց էր տալիս, որովհետև ինքը միանման չէր, ինքը բոլորի հետ իրենց հենց ձևով էր շփվում, ինչպես որ ես։ Ես եմ ֆլորմարիս տանջված, այդ աներկն եմ կսում, շատ եմ սիրում։ Իսկ կարամ ռոտ տամ։ Ինչ? Ռոտ։ Ոչ, չեմ, ես եմ ֆլորմարն եմ ուզում։ Ու գիտես, չէ, ամենախնդալում որն է, որ այդ հարցը այդ մեր դեյթից հետո բայց դա ինչ է իր ասած, հազար ներողություն, դա ինչ է ասած։ Սենց իվոց ասած որ սեկրետար հաստատում։ Այդ պայն ես լուրջ եմ ասում, եթե հնարավոր լիներ տապոչկա դուրս հեռախոսից այնքան ես կուղարկեի, ախր Ալեքս ջան, հազար ներողություն, դա ինչ էր։ Ինձ թվում է ինչ-որ բան ինքը սխալ ասեց, ինքը ուրիշ ինձ թվում է, ես ուզում եմ շանս տամ։ Չէ, ուղղակի ուրիշ բան էր ուզում ասել։ Չէ, ինքը շատ լավն է իրականում, դաժե ինքը մենք երբ որ արդեն տան ճանապարհին ենք, մենք իդեպ հատուկ մեքենաներով էինք գնում գալիս, ու այդ տան ճանապարհին ինքը ասեց իր հատուկ ասելով։ Ոնց են արել նկա, որ պետք է իրանց ոչ մեկ չտենա, սև մեքենաները։ Հա, всё հասկացա։ Հավես Վաու, գնանք։ Ու հա, ճանապարհին ինչ ասեց, որ կներես, ես չէի ուզում տենց, ուղղակի դու էիր ասել, որ ինտրիգա է, մենք տունը մինչև այդ եմ, որ սենց իրոք կծողական ինչ-որ բաներ ենք ասում, բայց էլի հումորային, ես չէի մտածում, որ իրոք ինքը այդ ամեն ինչը կարար լուրջ ընդունել ու հենց այդ լայվի ժամանակ, այսինքն ինչ-որ նկարահանելու, հա, ու ցուցադրվելու է ու YouTube-յան էջա գնալու։ Ինքը նորմալ է հակնված։ Ինչ անեմ, միշտ էլ նորմալ է հակնված Միլոնան։ Վերջ։ Վաղը ես մինի յուբկա։ Ինչ բան կա մինի յուբկայի մեջ, ես սիրում եմ, երբ որ գեղեցիկ ոտքեր ունեցող աղջիկներ հագնում մինի յուբկա, ինչու ոչ։ Բա ով հագնում է թե ոչ դուք, ինչի համար են դրանք ստեղծված։
Աղջիկներին չեմ ասել, աղջիկները ավելի red flag են եղել իմ համար, քան տղաները։ Իլոնան չէ։ Իլոնան չէ, ինչ որ Իլոնան։ Չէ, Իլոնային հավանել եմ Դեպրոդի նաև մյուս երանգներ ունեմ, ավելի մուգ։ Էդ ես քսում հետո։ Չէ, ես չեմ քսում, բայց էսի ցենց ինչ որ տոք երանգը ինձ շատ է դուր գալիս։ Մեկ էլ ունեմ նարնջագույնը, հա, ինքը իդեալական է։ Անկեղծ որ մի օր կքսեմ։ Ես չեմ, ինձ չի սաղում նարնջագույն։ Քսել ես, բայց հա, ունեի։ Գիտես որ ունեի, Rihanna-ի բրենդին ունեի, մի կողմը sense վառ թագույն, մի կողմը վառ նարնջագույն ու փայլիկներով։ Ինչ որ Rihanna, Shakira, Beyoncé, կողո դու ես հաղթել 20 միլիոնը։ Ես մասոն եմ։ Չէ, ռուխը չեմ շոհել ես մոր 20 միլիոն։ Ես ֆեմինիստ չեմ, բայց անկեղծ։ Կարամ թողեմ ասածը։ Չէ ուզում ասեի, բայց դա այդ ինչ էր, ախր դա այդ ինչ է։ Ես ուղղակի չգիտեմ, Անահիտ ջան, ես ոչինչ չունեմ քոդեմ, բայց այդ իմ լսած ամենասխալ արտահայտությունները վերջին 1000-ամյակում։ Անցնենք Անահիտի թեմայից, ամենայն հարգանքներով Անահիտ ջան։ Վարդանը вообще abuse-եր չէ, ուղղակի Վարդանի red Հա, բայց ես անգամ կներես, ես Վարդանին եմ ասել, որ իրոք բոլորի հետ նույն ձև է սեղել։ Բաբնիկ տական, հենց է գնացել։ Բաբնիկ տոկոնք։ Ես հենց չէ, բայց բաբնիկոտ է։ Չէ, իրանք գրել են բաբնիկ տական։ Երևալու է։ Վարդանի խնդիրն է նա, որ ինքը դեյթը սկսում էր միանգամից sense շատ ուժեղ կոմպլիմենտներով, իսկ դա sense շատ red flag էր, որովհետև բոլորին էր նույնը անում։ Ոնց որ այդ լիներ նրա համար, որ իրեն գնահատական տային բարձր։ Բայց ես պիտի ասեմ, Արման ջան, դու էլ կներես։ Ուրեմն Արմանը բոլորի հետ sense շատ cute կա էր ու նույնիսկ լուսնյակներ անընդհատ նկատել ու ասում էր, որ բոլորից ոնց որ sense միանգամից կորզի իրենց վեցերը։ Գնահատեց քեզ Արման, ես չեմ հիշում։ Արմանը ինձ 3-ով ոնց որ գնահատել, իրա ունեցած ամենաբարձրը, բայց չենք մոռանում, որ ինքը ասաց, որ ես իրա ֆավորիտն եմ։ Ես հենց այդ ամեն ինչը տենալուց, ես երբ որ իմ դեյթից հետո իրա մեկնաբանությունները լսեցի, այդ ժամանակ եմ որ green flag թայնացել էի, չէ, չեմ թայնացել, որ քեզ ասես թիթիզ։ Հա, իսկ հա, ես չեմ սիրում, որ ինձ թիթիզ են ասում, իրական այդ վատ բառ չի, բայց որպես այդպիսի Այնտեղ տակում մի հատ տղա իդեպ գրել էր, ասել էր Արման ջան, երևի այդ աղջիկը նեղվել է նրանից, որ դու իրան լավ կոմպլիմենտ չէիր արել։ Այո, նամանավանդ։ Բայց ես ասեմ, որ լյուքս վիզաժի հատչանեկն եմ օգտագործում։ Ինքը բավականին մատչելի է, այնպես չի ես ինչ գները։ Ու շատ լավ թարթիչները բարձրացնում է վերև, ու շատ երկար մնում է։ Մոտիկից որ նայես քեզ սիրելիս, ես արանում դրանից։ Ի սկզբանե բոլորին անալիզ էի անում, թե ինչպես են մարդիկ вообще իրական կյանքում, որտեղ իրական կյանքում իմ համար ավելի կարևոր է, քան օրինակ նստես դեյթի ժամանակ ինչ-որ բան խոսես։ Ես էլ ցույց տամ իմ թարթիչաներկը, Flormarից է, երեխեք, open up-ն է։ Օրինակ թարթիչները քսում եմ, որ ասում են աղջիկները բերանները բաց են քսում, դա միֆ է։ Էսի կան աղջիկներ, որ բերանները բաց են քսում։ Այդ ուղղակի երևի քթի հետ խնդիր ունեն, չէ՞ կարող շուտեն։ Գիտես մեկ էլ երբ հա տենց լինում, երբ որ տենց կարող այդքան մեծ չբացեն, բայց Ո՞նց ես ինքերի ունեն, շատ մեծ էր բերանը բաց։ Նայ, այսպես է լինում։ Այդպես մաման ոնց տարավ եմ ֆաստվարցի գնում եմ մամ։ Իրական իմ մաման շատ է ինձ վստահում ու այնպիսի դեպքեր չի եղել, որ կարծում եմ հետագայում էլ չի լինի այնպիսի դեպքեր, որ ինչ-որ վատ բան լինի կամ ես ինչ-որ վատ գործունեություն ծավալեմ, օրինակ չեմ վատ մարդկանց հետ, շատ իրականում sense շատ արագ է այդ ամեն ինչ եղել, ասել եմ մամ, ոնց որ չեմ ասել, ոչ մեկի չեմ ասել, որ ես տենց բան եմ։ Կարող քեզ ականջի փետիկ տամ, եթե դուս։ Թակավորին սպանել եմ։ Մաման, հետո Հա, մաման մի խոսքով ինքը տենց ոչ ծանր տարա, ոչ էլ ասեցի, որ շատ լավ ոնց որ անձնակազմ է, բոլորին ճանաչում եմ, կարաս հանգիստ նես, ինչ չեն տանում թրաֆիքինգի, ենթարկեմ, որ մաման ընթացքում պատկերացրել էր շատ է խառնում, որովհետև մի օր ես համարյա հեռախոսով ոչ մեկի չեմ զանգել, ոչ մեկ այդ կապի չեմ եղել, ում հեռախոսը անջատած է եղել, որովհետև այդ օրը շատ մեծ նկարահան ունենք ու ահա որ հոգնած գնենք։ Գիշեր Հակոբի դեյթի ժամանակ Սևանում։ Հա իշեց, լսի շատ տոքսիկ էր, դու ասում ես 35 նույն 40, էդ ինչ ասելու բան է ես Այո, Երու մնացեք, ես 21
Տոքսիկներից։ Հա, highlighter-ը ցույց տվեցի, ինքը ժիդկի highlighter-ա, էլի golden rose-ից, ինչ անեմ երեխեք, այսօր golden rose-ը։ Մենք բոլորս նկատել ենք եւ դու պահիտակ նույնիսկ չկարողացար թաքցնել քո։ Ներողություն եմ խնդրում, բայց ես օգտագործում եմ շատ եք ինձ հարցում, չգիտեմ, անունը կտեսնեք թե չէ, իմ շատ ելի հետևորդներ, ես օգտագործում եմ Starlook-ի 24 համարը, ես օգտագործում եմ Starlook-ի 31 համարը, որը վախճանվել է, եւ ես օգտագործում եմ Starlook-ի 27, սա այնքան է վախճանվել, որ անգամ թիվը չի երևում 21 համարը, այո, ես այս 3-ն եմ ֆավորիտը, չեմ սիրում 01, հա? 01-ը ժողովուրդ իմ շուրթունքներին ոչ մի տիպի չի գալիս։ Հիմա ես ցույց անոնիմ է, բայց այս ինչ-որ հայտնի տեսնեմ։ Հո, իրան մի պիրուտ շոտ էինք։ Ինչ-որ մի բան։ Հեսա կոսեմ, մի տեղ կորթա։ Miss Thais։ Հա, մենք Miss Thais, Էսի ավելի Հիմա ես ցույց կտամ իմ ֆավորիտ մատիտները Starlook-ից, հա, շնորհակալություն 27-ը Պոշտում եմ 27 Դու ունեիր 27-ը։ 27 ունեցել եմ, հələ։ Շատ սիրուն, այս 24-ի փափուկ նա, այն որ sense չկա մեջ մոժ։ Նմանոտ է։ Շնորհակալություն։ Օգտագործում եմ նաև Starlook-ի 24-ը եւ իմ ամենասիրելի մատիտը Starlook-ից 25 կարմիրը։ Ուրեմն մենք բոլորս նկատել ենք, որ մաֆիա խաղալու ժամանակ Ժողովուրդ մաֆիա մի վարքյան էլի կներեք ես բուլինգ անում Ո՞ր բուլինգ են անում Շատ են անում Սա գոհոտը բոլոր կոմենտները կկարդում Մենք բոլոր սև խաղացողներով վրիպել ենք ամեն մեկս մի ընթացքում մի բան ենք անում Մի անգամ եմ ես վրիպել մնացածը ես նայել եմ գառնիկն էլ էր սխալ կրակում Իլոն դու ես վրիպել Հետո դե արդեն 3 հատն էիք վրիպել Բայց ես բուլինգ չեմ անում, այդ նորմալ երևի վրիպելով հանդերձ դու նենց հայցիր որ հաղթեն Դու էիր տանում խաղը, գառնիկն էլ էր լավ խաղում, ինչ խոսք Կիկոյի the best-ն է, Կիկոյից մի հատ էլ ունեմ Մեկ էլ սա է, բայց այս երանգը ինչ-որ դուրս չի գալիս Մենք բոլորս նկատեցինք թեթև բոցեր եւ կրակները քո եւ Աննայի միջև խաղի ժամանակ Աննոս իրականում ինչ չէր կպնում այդ ընթացքում Աննա քեզ բշտում էր կոնկրետ Չէ, չի կպել, բոլորը սխալ են Ես բանում, ասա ինչ ասաց քեզ Ինչ պրիմիտիվ, բայց էդի Հակոբն ասե ինձ Ոչինչ, որ մենք բոլորս տեսանք, որ ասես պրիմիտիվ քեզ Բայց Հակոբն ասե, մենք սխալ ենք բոլորից հասկացել Աննայի բերանից է հնչում է Ուր գնաս կասես, որ ուրիշն է ասել Բայց ոնց եղավ, որ Հակոբն ասել, եթե Աննան է էդի ասում Սենց արի, եթե Ում աչքներ Աննայի Դու դաժե հարցազրույցներից մեկում չդիմացար եւ ասացիր, որ նա մնացածին քո դեմ է հանում, տրամադրում է քո դեմ, ասացիր, որ ձեր մակարդակների տարբերությունը կա։ Խնդրում ինձ պատմի ձեր կոնֆլիկտի մասին։ Մենք կգսենք այսօր 27 համարը Starlook-ի։ Աննայի հետ կոնֆլիկտը, ուրեմն եղել է այսպես, ինքը իրականում ինչքան էլ որ տենց իրան պա, ինքը շատ լավ, սենց բարոկ ինչ-որ կերպ է, անկեղծ։ Ինքը պրոստը այն որ սենց ագրեսիվ, պասիվ-ագրեսիվ է, բայց ճիշտ եմ ասում, պասիվ-ագրեսիվ, այդ տենց է ինքը, բայց շատ լավն է, որ անգամ երբ որ Աննան մի պա իջել էր խանութ, ինքը ոնց որ ինձ հարցրեց ինչ-որ բան կուզեց, իսկ արդեն նեղացած չէ, ու սենց ոցեն էր, որ երեխեքը սենց քանի հոգով են գնացել, 2-4 6 հոգով գնացել էինք այդ նույն մեքենայով ու երեխեքը սենց անընդհատ ինձ ու իրան սենց ցրում էին որ հանկարծ մենք իրար հետ շատ ուժեղ չկռվեինք զուտ ամեն սենց վարկյանի սենց ինձ համբերություն էի տալիս որովհետև ես շատ շուտ Golden Rose-ի նոր գլոսերից է շատ եմ սիրել հա ինձ թվում է բոլորս էմոցիոնալ դաշտով շատ արդեն ինչ որ լարված պահի ընթացքի մեջ ենք եղել հա վարկին ամալի այն խոսքի Էքսկլյուզիվ է, իր մոտ պետք է դացես, հա? Նեղորական է, հասկացանք, ես Ամալյան չեմ, բայց... Ամալյա ջան, բայց շատ կուզենք ձեր հաղորդումը։ Հա, մենք իրար հետ կգանք։ Իլոնա ջան, օրինակ, ինչպես քեզ, հա, գնդակահարեց։ Էմոցիոնալ բոլորը երբ որ գաք։ Հոգեբան կբերեք ձեզ հետ։ Էմոցիաները մեր բոլորից շատ է խառնվել, որովհետև 12 տարբեր մասնակից, տարբեր որ մարդ, որ սովից աշխարհից կարող է ինչ-որ նմանություններ օրինակ ունենան մարդիկ, բայց ահա որ սենց ինչ-որ տարբեր մարդիկ էինք մենք ու կարող ասենք օրինակ ես էստեղ եմ դնում Աննան օրինակ ուզի որ ես էստեղ լինում հենց մեքենայի մեջ էլ մենք դրա համար կռվել ենք որովհետև այսի ոնց որ քո դրած երգերը ինձ հետաքրքիր չի էր ինձ դրած երգի ժամանակ են երեխեքը ինչ որ սենց ակտիվություններ անում Աննաս նեղացավ այսի
Այսինքն հենց հիմա կլսենք մենք Uspenskaya ջան։ Կրզել արևս։ Ոսնի լեզվո կռիվ ընկանք, բայց հասկացա մի պարզ բան, որ անունը 35 տարեկան է։ Աննա ջան, հարգիր մեծ է։ Մեծ է համի, սովորի։ Ինչ է, որ մենք Աննայի դեմ ոչինչ չունենք այլ։ Չէ, ես իրոք շոկ եմ։ Բոլոր բացասական, սենց ասեմ, բոլոր սիրասունի բացասական կերպարները լավն են։ Քո քրաշերը։ Որտեղից։ Առասեք 3 քրաշ։ Եգոր Կրիդը, Հայաստանով կա Հայաստանում։ Սարոն։ Առաջին միակուբեր։ Չէ, Հայաստանով կա։ Արամեն։ Արամեն։ Սոս Ջանիբեկյանը։ Սոս Ջանիբեկյանը։ Չէ։ Օ, Խորեն Լևոնյանը։ Սոս Խորեն Լևոնյանը, լավ The Weeknd։ Լուրջ։ Խոսում եմ The Weeknd-ին։ Մենք էլ Unholy երկողով էր։ Լուրջ ես խոսում։ Դե երբ որ փոխվեց, չէ։ Չէ, երեխեք կներեք, Ջեյմս Արտուր։ Սիրասունի տղաներին։ Հա։ 1-ից 10 գնահատելու ես հիմա դու։ Բոլորին։ Մի քանիսի անուն կտա։ Հա։ Ալեքսը։ 6 Արմանը։ 4 Վարդանը։ 5 Մի վարքան կարամ էլի նույն գնահատական։ Կարաս, սիրասունի շիսա։ Սերգեյը։ 5 Գառնիկը։ Երեխեք գառնիկն էլ է շատ լավ, անկեղծ գառնիկին էլի 6 Գառնիկից ծաղը վրա մենք Սաղ եմ, բայց նույն գնահատական։ Դու ես սկացել։ Մա աղջիկներին պետք է ամենաշատը ում ես սիրել եւ ամենակիչը այդ են շարես։ Առաջին տեղը մենք բոլորս գիտենք, որ Տոմանն է։ Տոմանը առաջին տեղում ամենաշատն եմ սիրել, Օթարյան Անահիտ։ Մենք բոլորս սիրում ենք Օթարյան Անահիտին։ Հորիզոնականում, երրորդում Աննա, Սպասելի էր։ 4-ում Վիկտորիա, 5-ում Անահիտ։ Ու իմ սրտում ովքեր որ սենց կան, միշտ այդպես մնում են։ Ճիշտ ասած, ինձ թվում է ես էլ նույն ձև կդնեի, ուղղակի սկզբում կդնեի քեզ։ Եվ ամենավերջում նախ շնորհակալ եմ, որ նայել եք, եթե մինչև վերջ նայել եք այս ամեն ինչը, որովհետև մենք իրոք հաճույք ենք ստացել սա նկարելուց, ես հաստատ, դու։ Ես էլ։ Եթե չի ասա։ Չէ, իրոք։ Իդեպ ասա, որ սա նաև ինչ-որ աղջկական, ինչ-որ թերապիա էր իմ համար։ Հուսով նայողների համար էլ տենց կլինի։ Իսկ հիմա ես ձեզ ուզում ասել, որ Իլոնան նվեր չունի, բայց դուք նվեր ունեք Eva Cosmetics-ից։ Ուզում ցույց տալ ձեզ ձեր բոքսը, որ ձեր նվերն է լինել։ Ունեք թե դեկորատիվ կոսմետիկա եւ թե խնամք, նայել եմ։ Ես էլ դրանից ունեմ, չկուսեցի այսօր, սա բլաշ է։ Այո։ Մատիտներ ունեք, այստեղ խոնավեցնող ունեք, դեմքեր ունեք, այո, դա highlighter է։ Այստեղ ունեք գեղեցիկ տուշ, այս բոլորը ձեր համար է։ Ընտրելու եմ կոմենտներից, դեռ չեմ որոշել, կընտրեմ այստեղի կոմենտներից, թե Instagram-ի կոմենտներից, դա ինչ-որ բան է կատարվում մեջքիս հետևում։ Ինչևէ, իմացեք, որ դուք ունեք այսպիսի գեղեցիկ նվեր եւ եթե կհավանեք այս ֆորմատը, մենք նորից կնկարենք արդեն այլ գեղեցիկ գույների հետ, դեպ կարող եք նաև կոմենտներում գրել ով կուզեք որ գա եւ դուք կունենաք այսպիսի գեղեցիկ նվերներ, եթե այս անգամ ձեզ չհասնի, հաջորդ անգամ կլինի ձերը։ Եք սպասեմ ձեր կարծիքներին, ներքևում կարող եք բաժանորդագրվել իմ ալիքին, սեղմել հավանելու կոճակը եւ սպասել մյուս վիդեոին։ Գրկում ենք իրար։ Պակա։ Լիզա մամա, շատ եմ շնորհակալ։